Բարև ձեզ։ Drive News-ն է եթերում, ինչպես արդեն հասկացաք, եւ այսօր փորձարկում ենք այս գեղեցկուհուն Mini Cooper կուպե։ Mini Cooper կուպե S տարբերակով, S մոդիֆիկացիայի։ Բայց բոլորդ, այսինքն ոչ բոլորդ իհարկե, բայց շատերդ կիմանաք, այսինքն տեսած կլինեք Mini Cooper, հա, ինչ տեսք ունի Mini Cooper-ը, ինչ ձևի է։ Ու հիմա ձեր մոտ ու ինչպես նաև ինձ մոտ հարց առաջանում։ Այդ մեր սովորական իմացած Mini Cooper-ը որ կա, ինքը իրանով արդեն կուպե է, որովհետև ունի 2 դուռ պլյուս բեռնախցիկի դուռը, այսինքն 3 դուռ, բայց 4 նստատեղ։ Ինքը համարվում է կուպե։ Այս մեքենան ունի ընդամենը 2 նստատեղ եւ 2 դուռ։ Նման մեքենաները, նման թափքով մեքենաները հիմնականում կոչվում են Roadster, որովհետև ունեն 2 նստարան։ Ինչի ասա կոչվում կուպե, չեմ կարող ասել։ Բայց դե սա, ինչպես արդեն ասեցի, S տարբերակն է, S մոդիֆիկացիան է, ինչը բավականին հզոր է սովորական տարբերակից 184 ձիաուժ հզորություն։ 184։ Մեքենայի քաշը նույնիսկ մի տոննայի չի հասնում։ Պատկերացնում եք, չէ՞։ Ուրեմն առաջի հայացքից ես այս մեքենան որ տեսա, ուղղակի սիրահարվեցի։ Անկեղծ եմ ասում, որովհետև առանց այն էլ Mini Cooper-ը բավականին գեղեցիկ մեքենա է, մանավանդ S տարբերակը, որ մի քիչ ավելի ագրեսիվ, սպորտային, sense այս օթարիչով կապոտի վրա բամպերն է տարբերվում, այստեղ բամպերի վրա ներքև էլի օթարիչներ, որը գնում է տուրբոյի հովացման համար, մի խոսքով, բավականին ագրեսիվ տեսք ունի, sense պուճուր, sense ագրեսիվ խաղալիք, sense հավեսով, sense մեքենա։ Իսկ այս մեքենան, որ sense տանիքը ցածր, ինքը sense մեջքը թեք, 2 տեղանոց, մի խոսքով, sense նայում ես, ոնց որ sense փաթեթավորած, sense համով կոնֆետ լինի, ու հեսա մենք որ գնանք փորձարկելու, արդեն կհասկանանք իրոք այդ մեջի կոնֆետը համով է, թե պարզապես փաթեթավորումն է լավը։ Ինչ կարելի է ասել այստեղ։ Ուրեմն մեքենան ինչպես պնդում է սեփականատերը, որոշակի փոփոխությունների է ենթարկվել շարժիչի հետ կապված։ Հավանաբար լսած կլինեք, որ Mini-ն ունի մի շատ հզոր տարբերակ, շատ սպորտային մոդիֆիկացիա, որը կոչվում է Mini John Cooper Works GP։ Ահա։ Այդ տարբերակը արդեն 218 ձիաուժ հզորություն ունի, այս նույն մեքենայի թափքի վրա, նույն մեքենայի քաշով, պատկերացնում եք, 218 ու շատ չնչին փոփոխությունների sense հետևանքով մեքենայի հզորությունը կարողանում է հասնել մինչև 280, ինչու՞ չէ նաև 290 ձիաուժ հզորության։ Պատկերացնում եք, ուղղակի, չգիտեմ, sense պուճուրիկ ինչ որ քաղաքային բոլիդ։ Ես ուրիշ բան չեմ պատկերացնում, բայց քանի որ այստեղ մեզ մոտ S տարբերակն է սովորական, իբր 184 ձիաուժ, սեփականատերը ասում է, որ կատարված են որոշակի փոփոխություններ AEM ընկերության կողմից, ով զբաղվում է, այսինքն որը զբաղվում է տուրբոների տեղադրմամբ, տյունինգով, մի խոսքով, շարժիչի հզորացմամբ, այստեղ տեղադրված է հենց AEM մակնիշի տուրբո ներմղիչ։ Հեսա ինչպես տեսնում ենք, այստեղ օդի ներածման տուփն է AEM, այստեղ տուրբոյի վերին հատված է մետաղը, էլի AEM եւ փոխված տուրբո ներմղիչ։ Ասում են բավականին հզոր է այս մեքենան։ Իհարկե Հայաստանում ոչ ոք երբեք չի կարողանում չափել իր մեքենայի հզորությունը, որովհետև համապատասխան տեխնիկա, համապատասխան ստենդ, որը կոչվում է Dyno ստենդ, չունենք, դինամոմետրիկ ստենդ չունենք։ Ինչ վերաբերում է մեքենայի արտաքին դիզայնին, ինչպես տեսնում եք, հիմա արի մեքենային նայի, որ կողքից նայում եք մեքենային, ձեզ 5 վայրկյան ժամանակ, ինչ տպավորություն է ստեղծում մանավանդ այս տանիքի հատվածին նայելուց։ 5, 4, 3, 2, 1։ Ձեր ժամանակը սպառվեց։ Եվ ճիշտ պատասխանն է Այ հիմա նման է։ Նման է։
Ահա։ Դա նշանակում է, որ այս մեքենայի դիզայնը նախագծելիս նրանք հենց առաջնորդվել են դիզայներները այս տիպի գլխարկ դրած մեքենայի տեսք ստանալով։ Եկեք մի հատ բեռնախցիկն էլ տեսնենք։ Հիմա ես ուզում եմ մի հատ հետաքրքիր բան հասկանալ։ Օրինակ, ինչի համար է այս փուճուր մեքենային այսքան մեծ բեռնախցիկ։ Այսքան մեծ։ Օրինակ, կարելի է, չգիտեմ, եթե իհարկե թույլ տար տանիքը, եթե տանիքը գոնե միջև այստեղ գար, այս կեսից, այս հատվածի փոխարեն կարող էր լինել փոքրիկ նստարան, որտեղ կարելի էր տեղադրել կամ ինչ-որ ճամպրուկներ, կամ ծանրոցներ, կամ երեխա, ինչու՞ չէ նաև տեղադրել այդ նստարանին, որը շատ հարմար կլիներ, բայց այստեղ որոշել են, որ մեծ բեռնախցիկը ավելի օգտակար եւ պետքական է։ Սա կարծում եմ, ահա, դուրս է գալիս եւ բավականին մեծ բեռնախցիկ։ Համարյա սրահի չափ բեռնախցիկ ունենք։ Աբա։ Հետևի բամպերը կրկին այս մոդիֆիկացիայի բավականին գեղեցիկ։ Իհարկե, S-ը Mini John Cooper Works GP արտաքին տեսքից բավականին տարբերվում է, այնտեղ բամպերներն են տարբերվում, այս կողային սպլիտերներն են տարբերվում, եւ այս տարբերակը նույնպես ունի John Cooper Works։ Այսինքն ոչ միայն սովորական մեզ հայտնի Mini Cooper-ը ունի այդ մոդիֆիկացիան, այլ նաեւ կուպե տարբերակը, Roadster, ավելի ճիշտ, մենք ասենք նրան Roadster։ Այսքանը, կարծում եմ արժի գնալ, մի քիչ վարել, մի քիչ ուրախանալ, զվարճանալ, որովհետև այս մեքենան սենց արտաքին տեսքից էլ որ նայում ես, հասկանում ես, որ հենց դրա համար էլ նախատեսված է զվարճանալու, քաղաքում մանևրային հավեսով սենց վարելու, մի խոսքով շատ հուզը վասի, մի հատ այդ բառը հիշեմ, վասի, միրապե, շատ խոստումնալից արտաքին ունես մեքենա։ Դե ինչ, գնանք, մեկ էլ ես մեքենայի շատ հետաքրքիր մի հատված, որ դուռը մեքենայի բացվում է համարյա 90 աստիճան մեքենայի թափքի հետ, նայեք, 90 աստիճան, նայեք ինչ մեծ սենց հարմար տարածք է լինում, այսինքն բոլոր սովորական մեքենաները բացվում են մոտավորապես այսքան կամ այսքան, իսկ սա այսինքն մինչև վերջ գալիս է։ Ոնց որ սենց մեքենայի կողքը բացվի, ու այդքան մեծ դուռ է ու սենց բացվում է, մի խոսքով։ Գնանք, սրահը բավականին լավ, թարմ, լավ պահված։ Իդեպ 2014 թվականի արտադրության է այս մեքենան։ Քանի որ նստում ենք սրահ, արդեն պետք չի, որ ես սազեմ մեքենայի հետ իմ գլխարկով։ Գնացինք լավ։ Mini Cooper S Coupe ամենա հետաքրքիր սենց հավես մեքենաներից մեկը։ Իսկապես արտաքինը չէր խափում, ոնց որ տեսնում եք արտաքինից իրան այդ սենց խարիզմատիկ, սենց պուճուր, ագրեսիվ ինչ-որ սենց նոտաներով, բայց սենց հետաքրքիր երիտասարդի հաստատ աղջկա չէ, որովհետև շատերը կարծում են, որ
մինիները աղջկա համար են, այո, սովորական մինի կուպերները, այո, բայց ոչ S-ը ու առավել եւս ոչ John Cooper-ները եւ Jeep-ները եւ այլն։ Որովհետեւ հզոր են, աղջիկներին ավելի լավ է հեռու մնալ նման մեքենաներից։ Մի խոսքով մեքենան ինքն է, այն որ սենց վարում ես, ու սենց ժպիտը դեմքիցը չի իջնում։ Ու բավականին հզոր է իրոք, այդ 184 ձինել կարծում եմ բավական կլիներ, չնայած ես 184 ձիաուժանոց Cooper S վարել եմ, սովորական Cooper թափքով, այսպես չէր գնում հաստատ։ Ես հաստատ հիշում եմ, այնտեղ տուրբոյի ձենն էլ նորմալ չէր լսվում, այստեղ են, որ սենց ամեն ինչը, այդ տուրբոյի ճնշման այդ փսոցը, այդ ամեն ինչ լսում է, հիմա լսեք, նայեք։ Ես կոչոր այլանդակը, ուրեմն։ Ուրեմն ես փոքր խուլիգանը, իր 1100 կիլոգրամ քաշով, իր 200-ից ավել այս փոփոխված տարբերակով ձիաուժերով, մի հատ հրաշք մեքենա է, չեք պատկերացնում։ Ահա։ Մի հրաշք, մի ուրախություն, անկեղծ եմ ասում։ Ահա որ մանևրային, սենց կտրուկ, չեմ կարա նկարագրեմ, լուրջ եմ ասում։ Սենց լահանա։ Սենց ամեն ինչը համահունչ, ղեկը, մահ, կառավարելիությունը գերազանց, չնայած այդ մինին, որ ասում եմ սովորական թափքով վարել է, այդ մինին էլա այն, որ շատ հավես վարելը, այս թափքով էլի, այս կոմպլեկտացիայով։ Հիմա, մեզ շատ հետաքրքրում էր մի հարց, իրոք, ինչպես ասում էին, որ այս մեքենան սովորական S չի, համարժեք է John Cooper-ի հզորությանը և ավել, այսինքն հզորացված John Cooper-ի, շատ հետաքրքրում էր և մենք հիմա դա կստուգենք, մենք եկանք մեր ընկերների մոտ, ովքեր ունեն Mini Cooper S մոդելը և մենք հենց հիմա այստեղ կփորձարկենք և կհասկանանք տարբերությունը։ Քանի որ մեր փոխանցումատուփը ավտոմատ է, իսկ Cooper S-ինը մեխանիկական, մենք չէ, նույնն է։ Հələ որ տարբերությունը մեծ չէր, ասեմ ավելին, մենք պարտվեցինք փոքրինչ, բայց հեսա մի քիչ ավելի երկար ճանապարհի վրա կփորձենք, որպեսզի հասկանանք խնդիրը մեր ավտոմատ փոխանցումատուփի մեջ է, թե ինչպես տեսակ սովորական Cooper S-ի հետ գնացինք հավասար, այսինքն նույնիսկ ինքը ինձանից մի քիչ առաջ ընկավ, դա երևի արդեն փոխանցումատուփի հարցներ, կամ կարող է նույնիսկ քաշերի տարբերություն լինի, ինչքան հիշում եմ, սովորական թափքով Cooper-ը մի քիչ ավելի թեթև է, քան Coupe թափքովը, այսինքն այս երկու տեղանի Roadster-ը։ Այնպես որ երևի ավելի շատ ադապտացիայի խնդիր է, ինչպես արդեն ասել էին մեզ։ Բավականին հետաքրքիր մեքենա է, պուճուր, սենց հետաքրքիր հավես։ Այսինքն հաշվենք մեքենան 184 ձիաուժ, այդ ենք չափում էլի, հեսա մեր դինամոմետրիկ ստենդներ։ Ահա, հասկացանք, որ մեքենան 184 ձիաուժ է։ Փոխեցինք քաղաքային ռեժիմ և հիմա հանգիստ վարում ենք։ Ուրեմն սրահում շատ գեղեցիկ այս մանր դետալները, որը պատրաստված են կարբոնից, սենց
պարզապես սենց աչքդ շոյում են, սենց հաճելի ամեն ինչ, որովհետև սպորտային սենց ոգին, այդ սպորտային շունչը քեզ տալիս այդ ամեն ինչը։ Չեմ ասում էլ ղեկի վրայի այս փոխարկիչները, որը կատարված է լիովին BMW-ի ոճով, այսինքն աջ կողմն էլ, ձախ կողմն էլ դեպի քեզ քաշելուց բարձրանում են փոխանցումները առաջ հրելուց իջնում են երկու կողմն էլ։ Լիովին BMW-ի ոճով է։ Մուլտի ղեկ, ինչը որ թույլ է տալիս կառավարել հեռախոս, այնտեղ աուդիո համակարգ, այս կողմ են կողմ։ Այստեղ կենտրոնում, կենտրոնական բարձակի վրա, այս մեծ կլորը որ տեսնում եք, սա սպիդոմետրն է, արագության ցուցիչն է, այստեղ մեջտեղում կլոր տախոմետրն է։ Կան տարբերակներ, այսինքն կան տարբերակ որն է, որպես օպցիա բնական է, գալիս է, որ այս կլորի մեջ մեծ մանիտոր է, նավիգացիայով, բանով, մուլտիմեդիա համակարգով եւ միաժամանակ նաեւ արագության ցուցիչ, այսինքն վերևի հատվածում sense մանր արագության ցուցիչն է, մեջտեղում մանիտոր։ Կա տարբերակ, որ այստեղ չի արագության ցուցիչը, այստեղ է իրար կողք երկու ցուցիչներ են կլոր արագություն եւ տախոմետր։ Մի խոսքով, Mini Cooper-ը այն մեքենաներից է, այն մակնիշներից է, որ թույլ է տալիս բազմաթիվ փոփոխություններ կատարել թե սրահում, թե մեքենայի արտաքինի վրա, այսինքն գույներով փոփոխություններ կատարել, սրահի մեջ կարերի գույն, կաշվի գույն, դետալների գույն, կարբոն, մարմոն, մի խոսքով շատ դժվար է գտնել, իրոք շատ դժվար, էլ չեմ ասում այս թափքի վրա, որովհետև այս թափքը ինքը իրանով արդեն շատ յուրահատուկ եւ քիչ հանդիպող թափքերից է, քիչ արտադրված թափք է։ Թեկուզ սովորական կուպերների մեջ շատ դժվար է հանդիպել նույն կոմպլեկտացիայի մեքենաներ։ Բոլորը իրարից տարբերվում են։ Մեկի մեջ սա է ուրիշ, մեկի մեջ սա ուրիշ գույն է, մեկի մեջ նիկել, մեկի մեջ սև, մեկի մեջ կարբոն, համադրությունները, բաները բոլորը տարբերվում են մի խոսքով։ Հենց նոր իմացանք, որ սովորական կուպերները մոտավորապես 1 տոննա քաշ ունեն, այսինքն 1000 կիլոգրամ։ Այս մեքենան 1110 կիլոգրամ է, դրա համար ի տարբերություն սովորական կուպերի, որ մրցում էինք, սովորական կուպերը, այսինքն սովորական թափքով Cooper S-ը, sense կամաց առաջ էր ընկնում, այսինքն կամանց մեծանում էր մեր տարածությունը մեր միջև։ Հասկանալի է, այդ հասկացանք։ Այստեղ շատ հետաքրքիր sense պուջուրիկ դետալների վրա աշխատած այս մեքենայի մեջ։ Օրինակ հիմա նայեք, ես հիմա կանջատեմ այս գլխավոր լույսերը։ Նայեք։ Անջատեցինք այս գլխավոր լույսերը, որ չխանգարի մեզ, հիմա նայեք, խնդրում եմ այս կապույտ լույսերին։ Տեսնում եք։ Հիմա ես դրել եմ մեքենայի գույնի այդ լույսը, բայց եթե ինչ-որ ճաշակի խնդիր ունենք եւ մեր ճաշակները չի համընկնում, ապա մուգ կապույտ, հոп, մանուշակագույն, վարդագույն, կարմիր, գազարագույն, դեղին, ավելի բաց դեղին, կիտրոնագույն, կանաչ, կապույտ, ահա, այս կապույտի վրա էր։ Նույն այդ լույսերից կա նաև դրան փականների մեջ, այստեղ գեղեցիկ վառվում է, սովորական թափքով կուպերի մեջ այս կանգնակների վրա էլ կա, ներսից, մի խոսքով գեղեցիկ է, ինչ-որ սենց հաճելի փոքրիկ ինչ-որ բան են մտածել։ Դիզայնը սրահի, դիզայնը բավականին հետաքրքիր է, տարբերվող ուրիշ մեքենաներից, որովհետև շատ դժվար կլինի հանդիպել նման կոնդիցիոների օդառիչներ, այո, բավականին հետաքրքիր ձևով են պատրաստված, ղեկը անչափ հարմար, այսպես բռնում ես, ես լուրջ եմ ասում, դեռ ոչ մի BMW-ի մեջ նման հարմար ղեկ չէի բռնել, չէի զգացել, սենց պուջուր կոկիկ, սենց գրկում է ձեռքերդ, դու էլ իրան ես գրկում ու ձեռքիցդ ընդհանրապես չի փոխնում, մի խոսքով շատ հարմար է, շատ հավես է, այս կաշին էլ է բավականին սենց լավ որակի, մի խոսքով ինձ շատ դուր է գալիս, ճիշտն ասած, ահա, ես անձամբ կուզենայի ունենայի այս մեքենայից,
Ընդհանրապես Mini Cooper-ը ինչ արտադրում է, ինչ թողարկում է, ինչ մոդել հանում է, առաջինը հանում է քաղաքում հարմարավետ վարելու համար, այսինքն որ դու երբեք չունենաս կայանման խնդիր, այնտեղ խցանումների մեջ ինչ որ չնեղվես, այսինքն ինչ ծանր երթևեկությունների մեջ։ Այս մեքենան sense փոճորը նեղ, sense հավեսով ուր ուզում ես մտնում ես։ Հավատացեք, այս մեքենայի վրա 184 ձիաուժը այս sense չի, այ sense է։ Որովհետև ինքը շատ թեթև է ու լավն է։ Տանիքը բավականին ցածր, դրսից որ նայում եք, ասում եք այստեղ որտեղ մարդ պետք է տեղավորվի, մանավանդ որ հաշվի առնենք ներսի տանիքը, այսինքն մի այսքան գոնե իջնում է, ընդհանրապես բոյով մարդ տեղ չի անի։ Բայց այդ հանգամանքը հաշվի առնելով BMW-ն, այսինքն Mini Cooper-ը, քանի որ Cooper-ը BMW-ն է, դրա համար ասում են BMW-ն։ BMW-ն հաշվի է առել այդ հանգամանքը եւ այստեղ այս գլխավերևում ստեղծել է բավականին խորը փոսեր, այսինքն սա տանիքն է, գալիս է, այսինքն օպ, այսինքն ներս անկնում, որ բոյով մարդը տեղավորվի։ Ընդհանրապես Mini-ն բավականին լեգենդար մեքենա է համարվում, սկսած նույն Mr. Bean-ին բոլորդ կհիշեք, մեր շատ սիրելի Rowan Atkinson-ին, ով խաղում էր Mr. Bean-ի դերը, այ իր մեքենան, եթե հիշում եք, այն փոճոր Mini-ն, այդ ժամանակից սկսվել է Mini-ի պատմությունը։ Չնայած, երբ BMW կոնցեռնը ընդհանրապես գնեց Mini գործարանը, այնտեղ լոգոտիպի մեջ փոքր-ինչ փոփոխություն արեցին եւ տառերը այնտեղ Mini-ի ժամանակ առաջին տառը մեծատառ էր, մնացածը փոքր, այսինքն M-ը մեծատառ, մնացածը փոքրատառ։ Որոշ փոփոխություն մտցնելու համար, այսպես ասած թեթև ռեբրենդինգ անելու համար, սարքեցին բոլոր տառերը մեծատառ, որ տարբերվի հին Mini-ն նոր Mini-ից։ Բայց ինչ եմ ասում, լեգենդար մոդելը ընդհանրապես Mini-ն իրանով լեգենդար է, ու սկսած այդ ամենաառաջին շատ փոճոր Mini-ից, որովհետև այդ ժամանակով դեռ իր 60-ական թվականներին Mini-ն մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի ու ունեցել է բազմաթիվ հաջողություններ, այնտեղ Մոնտե Կարլոյի մրցաշարեր, բաներ ու շատ մեծ հաջողություններ է ունեցել ու մինչ օրս շատ մրցումներ կան, մրցաշարեր կան, որտեղ օգտագործում են, որտեղ վարում են Mini Cooper ու ոչ ամենանոր տարբերակները, այսպես ասեմ։ Առաջին հայացքից մենակ թերությունը, առաջին ամենամեծ թերությունը ինձ համար այդ արագության ցուցիչն է, որ ինքը սենց կենտրոնում է, այս հատվածում է սենց ներքև է։ Ու չգիտես ինչի, ասենք դու արագ գնալու ժամանակ, կամ ասենք չգիտեմ ինչ որ շրջադարձի մեջ ես, կամ մեր պարագայում ինչը շատ հանդիպում է արդեն հաճախ արագաչափերի հանդիպելիս, պետքա ոչ թե դեմդ նայես, այլ գլուխը թեքես այս կողմ, անավատ ծանրաբեռնված երթևեկության ժամանակ շատ դժվար է դա անել։ Այդ ես համարում եմ որպես մինուս, չնայած ինքը բավականին գեղեցիկ է։ Տենց աչքի համար հաճելի է, բայց անհարմար է, ոչ պրակտիկ։ Դա մեկ։ Կարծում եմ ամենահարմար տարբերակը այն կոմպլեկտացիան է, որտեղ արագության եւ տախոմետրի ցուցիչը այստեղ են ղեկանիվի հետևում, ամենակենտրոնում ու աչքի առաջ։ Արի։ Direct signal. Չէ, քո հետ կետ համ աշը սկզբից թռնում էր առաջ, արա ու բռնել չէր նում, հերվանում էր։ Էնի։ Այսքանը։ Այս հենց հետաքրքիր, փոճոր, գեղեցիկ համով մեքենա։ Ու բավականին արագ։ Այո։ Դե ինչ, այսքանով երևի սահմանափակվենք, մեր ժամանակը արդեն չի ներում, թույլ չի տալիս մի քիչ էլ ձգձգենք, երկարացնենք։ Այնպես որ բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել մեր պաշտոնական կայքում autodrive.am հասցեով, կարող եք մեզ դիտել YouTube-ում, նույնիսկ կարող եք միանալ մեր ալիքին, Facebook-ում կանք, մի խոսքով մենք ամենտեղ կանք, որտեղ կան բոլոր մարդիկ համացանցերում։ Այնպես որ ձեր կարծիքները իմանալու համար, ինչը մեզ շատ հետաքրքրում է, դուք կարող եք գրել մեզ մեր Facebook-յան էջին այս տեսանյութի տակ կամ YouTube-ի էլի այս տեսանյութի տակ։
այնպես որ գրեք, շփվենք, հասկանանք ինչն է ոնց։ Տեսնենք միայն ինձ այս մեքենայի արտաքինը դուր գալիս, թե ձեզ էլ դուր եկավ։ Դե ինչ, կհանդիպենք մոտավորապես մի շաբաթ հետո, մոտավորապես հենց նույն ժամին։ Հաջողություն։